Նիկոլ Փաշինյանի ծրագիրը հետևյալն է. Հայաստանը դարձնել Ադրբեջանի Թուրքիայի մաս։ Հիմա մաս մարդկանց ուղարկում այնտեղ, որ տենան այնտեղ ոնց է բան, գան քարոզեն, ասեն հայ ժողովուրդ, դուք էլ այնտեղ լավ է, Հայաստանը թող դառնա Ադրբեջան, Թուրքիա։ Վերջերս Հայաստանից քաղաքասարակության 5 ներկայացուցիչ մեկնել էր Բաքու։ Նրանք Հայաստան վերադառնալուն պես նշեցին, որ քննարկել են խաղաղ գործընթացի դինամիկան, բայց հայ գերիների հետ հանդիպում չի եղել։ Հայաստանում քաղաքացիները տարակարծիք են նրանց այցի հարցում, հիմնականում չեն ողջունում եւ դրական չեն համարում։ Լավ չեմ ընդունում։ Խնդրելով ծնգաչոք խաղաղություն չիլեմ դա։ Խաղաղությունը հավասարի հետ ալեմ, ուժեղը։ Թուրքիայի հետ մենք ուզենք, չուզենք, պետք է հարաբերվենք։ Բայց խելացի ձևով, էլի, կազմակերպված ձևով։ Անենց որ մեր երկրի շահը չտուժի, թե չէ տալով ես իմ վիզներս ծռելով Թուրքիի հետ ընկերություն չես կարող անել։ Ինձ թվում է որևէ նորմալ մարդ չի կարող դրան նորմալ վերաբերվի։ Եթե իրանք այդքան շատ են ուզում ադրբեջանցի Թուրքիայի հետ ապրեն, ադրբեջանցիների հետ ապրեն, ճիշտ կլինի բան անեն։ Այդ մարդիկ իրանք անձամբ գնան այնտեղ ապրեն։ Ալիևը բարի լեր խաղաղության ձգտում ունի, գերիներին են չի ապահամ տանջեմ։ Ինչի հանդեպամ, դե թող գերիներին բդի առաջ տա, նոր այդ հարցը առաջ կաշի։ Այդ բոլորը խաղա, իբրտե մենք խաղաղություն ենք ուզում։ Ճշտամիտ այդ խաղաղությունը որն է։ Սխալ, լրիվ 100% 150% սխալ, Ադրբեջանը խապելավու կխապի։ Բաքու մեկնողները պնդում են, որ գերիների հարցը բարձրացրել են։ Ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր, կարելի է ասել, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած, եւ մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն եւ հիմնավորել նրբանկատորեն, որպիսի արդյունքում կողմերի միջև առաջանա այսպես վստահության եւ փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն։